Հիշում եք, չէ, որ ասում էին հրապարակեք խաղաղության պայմանագրի փաստաթուղթը, որովհետև դուք միջանցք եք տալիս, ինչ-որ հավելվածներ եք պայմանավորվել, հրապարակեցինք քար լռություն, պարզվեց այս ամենը սուտ ու կեղծիք էր։ Հետո էլ ասում էին հրապարակեք բանակցային փաստաթղթերը 2019 թվականին ձեզ ուղղված բանակցային փաստաթուղթը եւ այլն։ Եվ ահա, կառավարության կայքում հրապարակվել են փաստաթղթերը, պարզվել է այն, ինչ որ մենք ասում էինք, մինչև այս, որ Ռոբերտ Քոչարյանը ուզում էր մեղրի փոխանակել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի հետ, պարզվում է, որ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ողջ շրջանում բանակցել է 5+2 ձևաչափով տարածքների վերադարձի վերաբերյալ, անորոշ պայմաններով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, այն պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն հանրաքվե իրականացրել էր եւ իր համարտահայտությունն ուրեմն իրականացրել էր։ Եվ ահա, փաստաթղթերը հրապարակված են։ Տեսնենք հիմա ինչ է ասելու ընդդիմությունը։ Ես փաստաթղթերի լինքերը կտեղադրեմ այս տեսանյութի տակ։